Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ ես ներկայացնեմ մեր հաջորդ թեման։ Կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարության մշակութային արժեքների ձեռքբերման եւ Հայաստան տեղափոխման պետական ծրագրի շրջանակում մշակույթի զարգացման հիմնադրամի միջոցով ապրիլի 3-ից Հայաստանի պատմության թանգարանում ներկայացվելու է միջնադարյան հայկական փայտարվեստի բացառիկ նմուշ 1188 թվականին թվագրվող եկեղեցու փայտյա դրամ փեղկը, որը ձեռք է բերվել Լոնդոնից։ Շատ կարևոր թեմա, իսկ այս ամենի մասին խոսենք մեր հյուրի հետ, իսկ մեր հյուրն է Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության եւ դրամագիտության բաժնի ղեկավար Աստղա Պողոսյան։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ օրը սկսել եք մեզ հետ։ USA, Լիբանան, Լոնդոն եւ վերջապես Հայաստան։ Այս 30 տարիների ընթացքում ու առհասարակ բոլոր ժամանակներում մեզ տարիների ընթացքում մենք շատ նմուշներ, շատ կոլեկցիաներ ցավոք սրտի կորցրել ենք, ցակուցրիվ այսպես երկիր մոլորակով մեկ տարածվել են, բայց այսօր Բագրատունների ղեկավարման շրջանի այս ֆանտաստիկ նմուշը հայտնվել է Հայաստանում։ Ես գիտեմ նաեւ, որ շատ բարդ աշխատանքի շնորհիվ, բացի այն ահռելի չէ, լավ, մեծ ֆինանսների օգնությամբ այս նմուշը հայտնվել է ի վերջո Հայաստանում։ Այո, շատ ճիշտ եք։ Իրականում իսկապես մեծ իրադարձություն է մեզ համար, որովհետև ինչպես ասեցիք, հայկական մշակույթի յուրաքանչյուր մասունք մեզ համար չափազանց կարևոր է։ Իսկ այս դուրը, այսինքն դրամ փեղկը, ցավոք սրտի դեռևս միայն մեկ փեղկն է մեզ մոտ, բայց շատ մեծ հույս ունենք, որ նաև երկրորդ մասը կկարողանանք ձեռք բերել եւ կամբողջանա ինքը, որովհետև ինքը ամբողջի մեջ է եւ պատկերագրությունը եւ ամբողջ գաղափարը բացվում, բայց այնուամենայնիվ սա իսկապես մեծ իրադարձություն էր, որովհետեւ ինքը բացի այն, որ առհասարակ կարևոր է, որպես այդպեսին, որպես հայկական մշակույթի մի մասնիկ, ինքը իր տեսակով է յուրահատուկ, այսինքն հետազոտողներ, որոշակի հետազոտություններ արդեն իրականացվել են պարոն Լևոն Չուքասյանի կողմից մասնավորապես, բայց այսօր էլ, երբ որ ինքը արդեն իսկ Հայաստանի պատմության թանգարանում է, Հայաստանում է, մասնագետները իսկապես հիացմունքով են խոսում եւ դեռևս բավականին շատ ինձ թվում է բացահայտումներ կլինեն, սա հնարավորություն կտա հենց այդ շրջանը ուսումնասիրել, այսինքն 11-12 դարերը, որի այդ շրջանում մի քիչ այսպեսի միգուցե եւ բացել ունենք եւ այս դրան շնորհիվ միգուցե հնարավոր լինի այդ բացը լրացնել, տեսնել ինչ զարգացումներ են տեղի ունեցել, ինչպիսի փոփոխություններ են եղել, որովհետեւ քանի որ պատկերագրությունը շատ հարուստ է, այնտեղ բավականին շատ նյութ կա, այսինքն որը մեզ փոխանցում է այդ պատմությունը, այնպես որ սպասենք դեռևս շատ բացահայտումներ կունենանք, վստահ եմ։ Ինչպես են տևում բանակցությունները, օրինակ մեր հեռուստադիտողները, երբ որ նայեն եւ պատկերացնեն, բնականաբար ես օրինակ տեղյակ եմ, որ իսկապես դա ահռելի աշխատանք է, բնականաբար դա իրենից շատ մեծ ֆինանսավորումներ է ենթադրում, փաթեթավորումից մինչեւ այսպես նաեւ թանգարանի մուտք գործելը, այդ բանակցությունների մասին խոսենք եւ նաեւ ծրագրի մասին, քանի որ նշեցինք, որ այստեղ պետական տեղափոխման ձևաչափով է իրականացվում, խոսենք այդ համագործակցության մասին։ Հա, իսկապես բավականին երկար է տևել, որովհետև մենք իմացել ենք, այսինքն նախ եւ առաջ այդ պատկան մարմիններին են տեղեկացրել, իրենք տեղեկացրել են մասնագետներին, մասնագետը տեսել է, գնահատել է, այնուհետև իր գնահատականն է տվել ու դրանց հետո մեր տնօրենը անձամբ գնացել է, տեսել է Հայաստան պատմության թանգարանի, դրանց հետո նոր գործընթացը սկսել է, այսինքն մինչև բուն գործընթացը, մինչև գնումը, այսպես ասած, իրականացնելը բավականին շատ աշխատանք է իրականացնում եւ պետական մարմինների կողմից եւ մասնագետների կողմից, իսկ արդեն բուն գնումից հետո դրանց հետո շատ ճիշտ է, բավական երկար ժամանակ անցավ, որովհետև ինքը որպես մշակութային արժեք է գնահատվում, բնականաբար այնտեղ ինչ որ բաներ կան, ճիշտն ասած ես շատ չեմ տիրապետում այդ նրբություններին, բայց այնուամենայնիվ այո, այդքան էլ հեշտ չէ, այսինքն շատ դեպքերում էս թվում է, հա, մենք իմացանք, տեսանք, հոյակապ կլինի, որ գա, ասենք Հայաստան, բայց դա իսկապես
կրատական այդ բաները բավականին շատ են լինում եւ դա է երբեմն պատճառ լինում ուշացնելու կամ չգիտեմ, երբեմն ցավոք սրտի նույնիսկ չհաջողելու համար։ Բայց այս պարագայում բավականին լավ աշխատանք տարվեց եւ Փառք ամեն ինչ լավ ստացվեց։ Հասարակ թանգարանի այցելուի համար, հասարակ ՀՀ քաղաքացու կամ տուրիստի համար դա պարզապես մի նմուշ է, որը որ վաու, ինչ սիրուն է, վաու 12-րդ դար, շատ հետաքրքիր է, բայց գիտնականների համար սա մի սպասված, ահռելի ֆանտաստիկ աշխատանք է լինելու, որը որ տալու է այդ դարաշրջանի շերտերի բացահայտման, նոր բաների ընկալման ու նաև ես գիտեմ, որ թանգարանն ունի Սևանավանքի, Մշվարքելոցի վանքի փեղկերը, որոնց վրա կա արձանագրություն, թե որ թվականի է, ում աշխատանքն է, բայց այս նմուշի վրա բացակայում է դա, եթե ճիշտ գիտեմ, որը որ կարծում եմ էլ ավելի է բարդացնում, այսինքն հետագա աշխատանքները։ Եվ եւս մի հարց եթե թույլ կտաք, Լոնդոնում, երբ որ այն ցուցադրվում էր, արդյոք գրված չէր, թե որ երկրին է պատկանում, որ դարաշրջանի, որ թվականի, թե ինչ որ տենց բայց կամ տարբերակներ համամարտկային տարբերակներով։ Երևիով էր գրված։ Առաջին հարցին պատասխանեմ, այո, Հայաստանի պատմության թանգարանում արկա են, դռներն են իդեպ, Մշո առաքելոց եկեղեցու բացառիկ մի բան, դա իհարկե եւ Հայաստանի պատմության թանգարանի եւ Հայաստանի համար իսկապես բացառիկ կարևորագույն նմուշներից մեկն է, ցավոք սրտի գիտեք, այդ եկեղեցին վանքը այլևս գոյություն չունի եւ սա միակ փաստորեն պահպանված մասունքն է։ Մի ամբողջական մշակութային այդ պլաստը փաստորեն մենք կորցրել ենք։ Նաև Սևանավանքին է, իդեպ Սևանավանքինը, եթե թույլ տաք, իմ ամենասիրելի նմուշներից մեկն է, ինքը իսկապես իր կատարման առումով, իր տեսակով իսկապես բացառիկ է, պատկերագրության առումով, թե ինչ է այնտեղ պատկերվել, շատ ճիշտ ասացի, կա արձանագրություն, կան պատվիրատուները, պատվիրատուների անունները կան, այսինքն հսկայական ինֆորմացիա է գրում։ Իսկ ինչ վերաբերում է այս դռանը, ուրեմն առաջին ուսումնասիրությունները իրականացվել են դեռևս 80-ական թվականներին, լիբանանցի հետազոտող, ով թեական, այսպես մոտեցումը, ինքը կարծում էր ինքը կամ պետք է լինի սիրիական կամ հայկական, բայց հենց իր հոդվածում ինքը ավելի շատ հակված է, որ պետք է որ հայկական լինի, որովհետև ընդհանուր իր տեսքով, իր պատկերային համակարգով եւ այլն ավելի հայկականին է համապատասխանում։ Այնտեղ շատ հետաքրքիր զուգահեռներ է բերում մեր պատմությունից, փորձելով ապացուցել դա։ Իսկ արդեն 1990-ական թվականներին Լևոն Չուքասյանը, հետագայում Վահե ազգանունը մոռացա կներեք։ Այս ահռելի ինֆորմացիայի հոսքը կներեք, ինքն է շատ հոյակապ աշխատանք է կատարել, իրենք արդեն միանշանակ ապացուցում են, որ դա հայկական է, ու երբ որ այնտեղ ցուցադրում են, այստեղ խնդիրը ոչ թե արդյոք հայկական է, թե ոչ կամ 12-րդ դարին է պատկան, որովհետև իրականում անալիզներ են եղել եւ դրա հիման վրա նաեւ հաստատվում է թվագրությունը, բայց նաեւ մասնագետը այդ շրջանով զբաղվող ինքը միանշանակ կարող է տեսնել, որովհետև նույն Խաչի պատկերագրությունը, մարդկանց այդ սյուժեների առկայությունը, պարոն Համլետ Պետրոսյանի հետ էի զրուցում, ինքը այդ շրջանի լավագույն մասնագետներից է, ինքն էլ հենց վկայում է։ Այնտեղ խնդիրը ոչ թե հայկական է, թե ոչ, այլ արդյոք ինքը հաղպատի վանքի Սուրբ Խաչ Սուրբ Նշան եկեղեցուն է պատկանում, թե ոչ, դա է արդեն խնդիրը։ Այն որ ինքը հայկական է, ոչ մեկը կասկած չուներ, այսինքն դա միանշանակ արդեն իսկ Մենք ուղղակի նայելով հասկանում ես, որ սա հայկական է։ Վիզուալ ասպեկտը։ Այո, որովհետև ինքը շատ նման է խաչքարեն ընդհանուր այդ մշակույթին, ընդհանուր այդ ոճին է նման, կենտրոնում խաչ եւ այնտեղ ընդհանուր այդ ամբողջը խոսում է հենց դրա մասին։ 1919 թվականից դեռ երբ որ Հայաստանի Հանրապետության թանգարանը ստեղծվեց եւ հնագիտության թանգարանը ստեղծվեց, կար այսպես ասած մի ավանդույթ էր դարձել, երբ որ այդ ժամանակվա ֆանտաստիկ ներկայացուցիչները իրենց ձեռքն էին վերցնում կարևոր մի առաքելություն, ազգային հավաքածուն համալրելու իրենց կարևոր մեծ գործոնը Չարենցը եւ այլն տարբեր ժամանակներում հետո ԽՍՀՄ շրջանը եկավ եւ կարծես թե այդ ավանդույթը պահպանվում է ու կամաց հավաքածուն համալրվում է նմանատիպ ֆանտաստիկ շքեղ նմուշներով։
Այո, շատ ճիշտ եք։ Իրականում Հայաստանի պատմության թանգարանի գլխավոր, այսպես ասած, հավաքածուները ձևավորում են հնագիտական պեղումների շնորհիվ։ Կան ավանդական արշավախմբեր, որոնք միշտ բերում են, այսինքն դա մեր մայրաքաղաքներին է հիմնականում Արտաշատ, Արմավիր, Դվին եւ այլն։ Հնագետները անվանի շարունակում են բերել բնականաբար, բայց նաեւ համալրումը լինում է այդ ձեր ասած տարբերակով, օրինակ այս պահին հիշեցի կոմանդոսի նվերը թանգարանին, այսինքն ինքը անձամբ բերեց իրեն պատկանող իրերից նվիրեց, մենք ունենք օրինակ ավելի ժամանակակից Վազգեն Սարգսյանի անձնական իրերից, վերջերս ունեցանք Անդրանիկի անձնական իրերից ինչ որ նմուշներ, այսինքն այո, այդ ավանդույթը շարունակվում է եւ բնականաբար, որովհետեւ ինքը թանգարան կոչվում է Հայաստանի պատմության թանգարան, Հայաստանի պատմությունը շարունակվում է նոր եւ նորագույն շրջանում եւ բնականաբար մերօրյա, ասենք հերոսները, չգիտեմ, կարկառուն դեմքերը, այո, եւս բնականաբար այդ պատմության կարևոր մասնիկներն են եւ նրանց արկայությունը թանգարանում ես կարծում եմ, որ պարտադիր է հիշելու, իմանալու, ճանաչելու բնականաբար։ Մոտ 400,000 երևի հավաքածուն է արդեն թանգարանը եւ տարեկան մոտ 1500-ից 2000 նմուշներ հայտնաբերվում են հանրապետության մասշտաբով։ Էլ ինչ համալրումներ ունենք եւ այս վերջին պեղումների հայտնաբերման ընթացքում ունենք կրկին ինչ որ նմուշներ, որոնք առանձնակի ուշադրությանն են արժանի։ Դուք կառանձնացնեք եւս, ինչպես որ նշեցիք, որ օրինակ Սևանաբանկի փերքը ձեր ամենաճիշտներից է։ Հա, պեղումներից, դե բոլոր պեղումները իհարկե կարևոր են, անկասկած։ Այս պահին ինձ թվում է, եթե առանձնացնեմ, մի քիչ այդքան էլ ճիշտ չի լինի, բայց այո, համալրումները լինում են եւ ես կարծում եմ, որ նույնիսկ այդպիսի աշխատանք կլինի նորահայտ հուշարձանների կամ վերջին գտածոնների նվիրված, որպեսզի ես չառանձնացնեմ, այսինքն մենք ներկայացնենք եւ բոլորը գան ու տեսնեն, որովհետեւ իմ խորին համոզմամբ ամեն ինչ կարևոր է, այսինքն յուրաքանչյուր նմուշ, յուրաքանչյուր իր, որ մտնում է թանգարան, ինքը իսկապես շատ կարևոր է, որովհետեւ ամեն դեպքում Հայաստանի պատմության թանգարանը հենց առաքելությունը դա է, այսինքն կարևորագույն այդ իրերի միջոցով կարևորել, ներկայացնել մեր հնագիտական շրջանը, պատմությունը եւ այլն, այնպես որ չեմ առանձնացնի, բոլորն էլ անկասկած շատ կարևոր են։ Լինում են ոչ միայն համալրումներ, այլ նաեւ ժամանակավոր ցուցադրություններ, որոնք երբեմն չեն մնում թանգարանում, բայց ամեն դեպքում այդ կարևոր շրջան է ներկայացնում մեր պատմության, օրինակ դրանցից կուզեմ առանձնացնել Սեդա Դևեջյանի ականավոր հնագետի ընտանիքին նվիրված, որովհետև ինքը եւ իր ամուսինը, ծնողները Արևմտյան Հայաստանից են եկել, այդ ճանապարհն են անցել, հայրենադարձման եւ այլն, եւ բավականին հետաքրքիր ընդհանուր պատմություն են իրենք կրում եւ ձեռագործ նմուշների միջոցով շատ հետաքրքիր ցուցադրություն եղավ, իր աղջիկը ներկայացրեց իրենց ընտանիքի պատմությունը, այսինքն կարելի ասել մի ընտանիքի պատմություն ներկայացնելով մենք կարելի ասել ամբողջ այդ ժամանակաշրջանն ենք այո պատկերացնում եւ ինձ թվում է բազմաթիվ մարդիկ կան, որոնք նույն ցավոք սրտի ճակատագիրն են կրել, ուղղակի իրենց դեպքում փառքաստու պահպանվել են այդ ամենը եւ իրենք կարող են ներկայացնել։ Քանի որ մի քանի օր է արդեն ցուցադրությունը գնում է, հետաքրքիր է նաև արձագանքները ինչպիսին են, ընդհանուր ինչպիսին է ելումուտը թանգարանի, այսպես ասած, կա որոշակի հիմնական թիրախ, որոնք ավելի հաճախ են հաճախում։ Ամեն նշել ավելի գրավիչ դարձրել է թանգարան այցելելու համար։ Կարծում եմ միանշանակ այո, միանշանակ, որովհետև ամեն դեպքում լուսաբանումը շատ կարևոր է, եթե լավ լուսաբանվում է, բնականաբար գալիս են։ Իսկ այս նմուշը իր դրական արձագանքը, դրական ազդեցությունը թանգարանի վրա միանշանակ ունեցել է։ Ես կարծում եմ, որ մեզ համար ամենակարևոր թիրախային խումբը երեխաներն են, դպրոցականները, այո, իհարկե, այդ
անցած թե նախանցած շաբաթ արձակուրդներ էին, բավականին ակտիվացան իրենք եւ հույս ունեմ, որ ավելի շատ կգան, որովհետեւ դրան զուգահեռ, որպես իրենք ավելի լավ պատկերացնեն, թե դա ինչ է նշանակում ընդհանուր միջավայրում, մենք ունենք նաեւ մի ժամանակավոր ցուցադրություն Լուվրի թանգարանի հետ համատեղ, որտեղ եւս այո, ներկայացնում է հենց այդ արևելաքրիստոնեական մշակույթը եւ այդ դուրը ամբողջությամբ այդ տեղավորում է ցուցադրության տրամաբանության մեջ, այնպես որ եթե ցանկություն ունեք կարող եք գալ, տեսնել, այս մի քիչ գովազ եղավ կներեք, բայց սա թանգարանի գովազդ, սա այն գովազդն է, որը պարտադիր է։ Այո, նկատի ունեմ, իսկապես ամբողջական պատկերացում են կազմելու դուրը ինքը իրենով շատ հետաքրքիր է, բազմաթիվ պատմություններ է պատմում, բայց ամեն դեպքում լրացնում է նաև այդ ցուցադրությունը, որը մենք ունենք հիմա, այնպես որ թիրախը ես իհարկե ասի երեխաները, բայց բոլորը այս դեպքում ինձ թվում է պարտադիր բառը կարելի է նույնիսկ օգտագործել։ Դե ինչ կարծում եմ այս հարցազրույցից հետո ոչ միայն դպրոցներ, ուսումնական հաստատություններ մեծ տեմպերով կայցելեն են թանգարան, այլ պարզապես անհատներ ու առասարակ օրվա մեջ գտեք մի ժամանակ ձեր երեխաների հետ ավելի կարևոր է այցելեք թանգարան ու վստահ եմ, որ նույնիսկ միգուցե շատ բան չհասկանաք, դժվար լինի երեխաների համար, բայց տրամադրությունը բացի տրամադրությունը մի այսքանով գոնե կավելանան ձեր գիտելիքները եւ պաշարը ընդհանրապես։ Շնորհակալ ենք շատ։ Եվս մեկ անգամ իջեցնենք, մեր հյուրն էր Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության եւ դրամագիտության բաժնի ղեկավար Աստղա Պողոսյան։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ ենք։ Մեր եթերում դադար եւ դիմավորենք մեր այսօրվա վերջին հյուրերին։